Պարոն Քոչարյան, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանին, որ նրանց սատկացնելու է եւ նորից ասել է, որ կզացնելու է։ Այս հանգամանքում ձեր պատասխանը որը կլինի նրան։ Գիտեք, երբ որ մեր երկրի ղեկավարը մի մարդ ով կզել է Ալիևի դեմը, Ալիևի տուզիկն է դառել, Ալիևի համբալն է դառել ու այսպես երկրի ներսում հոխորտում է այն մարդն ու կոնկրետ մեր դեպքում հորս վրա մի մարդու ով ումից թուրքերն են կզել, ումից թուրքերն են վախեցել ու ինքը այստեղ ներսում այդպես թփրտում է, ինչ ասես, ուղղակի չգիտեմ, խղճահարություն էլ չի առաջ, զզվանք է ուղղակի առաջացնում այդ ամեն ինչը, հույս ունեմ, որ մեր ժողովուրդը տեսնելով այդ, չգիտեմ, խանգարումներ ունեցող մարդու այդ դրսևորումները ճիշտ հետևություն կանեն, որտեղ իսկապես մեծ ողբերգությունն է 8 տարի շարունակ երկրի ղեկավար ունենալ նման տեսակի մարդու, նման խնդիրներով, անզուզ, քաղաքացու տարեց կնոջ վրա տենց հարձակվող, մետրոյի դեպքը, երեխու հետ կապված կնոջ դեպքը, չգիտեմ, ինչքան ատելություն կա այս մարդու մեջ մեր ժողովրդի նկատմամբ ու իմիջիալոց շատ հետաքրքիր է, որ նաև 3 հայրս ինձ խոսում էր նրանից, որ ինչ կարևոր է, որ երկրի ղեկավարի պաշտոնը ունեցող մարդը նաև պսիխոյի տեստ հանձնի ու այսօր էլ Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ իսկապես դա անհրաժեշտություն է, որտեղ մենք չենք կարող մեզ թույլ տալ երկրի ղեկին ունենալ նման անհավասարակշիռ, աննորմալ ինչ-որ մարդու են։ Պարոն Քոչարյան, ուզում հարցնել, դուք տեսել եք այսօրվա տեսանյութը, երբ որ Նիկոլ Փաշինյանը զրուցում էր մի կնոջ հետ, ապա այն տեսանյութը, որ դիմակավոր արցախցիների խոսում էին այն հանգամանքի մասին, որ Նիկոլ Փաշինյանը նրանց անվանեց փախածներ, հետո էլ արցախցիներին են նորից անդրադարձ կատարում, այս հանգամանքով արցախցիների նման կերպ անդրադառնալը, նրանց անվանել փախածներ, ապա նորից վախեցնել էլի կզացնելու հանգամանքով ինչպես կբացատրեք։ Այս երեսպաշտությունը իրանց, երբ որ իրենք խոսում են ատելության խոսքին դեմ, բայց անընդհատ ատելության խոսք են տարածում, հատկապես արցախցիների մասով, պարզապես սրիկայություն է։ Այն տեսանյութը ինչի մասին իրենք խոսում են, նախ ինձ ընդհանրապես ծանոթ չէր, հետո ցույց տվեցին, մեր ընկերները ցույց տվեցին։ Ես չգիտեմ դա ինչ տեսանյութ է, նույնիսկ ասում են 5 տարի առաջվա տեսանյութ է։ Ես չեմ էլ բացառում, որ հենց իրենց պատրաստած տեսանյութը դա լինի, որ հետո այս նման դեպքերում օգտագործեն։ Բայց այն ինչ եղավ այսօր, այդ կնոջ հետ, իմիջիալոցին սատարումն եմ հայտնում նաև այդ կնոջը, իրան ուժ եմ մաղթում համբերություն այս ատելության դիմանալու համար, բայց այդտեղ թեման ընդհանրապես Արցախը չէր, փաստորեն կին էր, ով կորցրել է իր անհետ կորած է իր եղբայրը ու իր վրդովմունքն էր արտահայտում, ինչ կապ ուներ այստեղ արցախցին, ինչ կապ ուներ Արցախի ինչ-որ պատերազմից փախած ինչ-որ մեկը, այսինքն ինքը թեման շեղելու համար փորձել է այսպես ամեն ինչ շուրջ տալ, այն դեպքում, որ եթե չեմ սխալվում, այդ կինը արցախցի չի, կապ չունի, ուղղակի իր վրդովմունքն էր արտահայտում ու երկրի գլխավոր մարդը վարչապետը իրան այդպես է բան, չգիտեմ, ով ինչ փորձում շրջանցել, այն հարցեր ու հանգամանքներ, երբ որ քաղաքացիները ներկայացնում են իրեն։ Որտեվ չունի պատասխան, երբ մարդ փորձում հարցից շրջանցել, երբ որ պատասխանը չունի, ուզում է այդպես գալմաղալով, լաչառությամբ դա շեղի, մեղավոր ման գա, ամեն ինչն է, եթե 8 տարվա մեջ հետ գնաք, ցանկացած դեպքում ինքը փորձում է այդպես, եթե ուղիղ պատասխան չունի հարցին, փորձում է այդպես լաչառությամբ, գալմաղալով, այդպես պարկացնեմ, փռեմ, սատկացնեմ, չէ՞, այսօր այդ բաներն էր ասում, նաև կսատկացնեմ։ Ինքը խոսում է ժողովրդավարության մասին, սակայն նման արտահայտություններ է օգտագործում, ինչքանով եք դուք համադրելի համարում այս երկու հանգամանքները։ Ոչ մի կերպ համադրելի չէ։ Վերջերս էլ եվրոպական ահագին երկրների ղեկավարներ եկան, նորից այսպես ժողովրդավարության հետ կապված Հայաստանում դրական խոսքեր ասեցին, ինձ հետաքրքիր է այդ մարդիկ տեսել են, այս մարդը ինչ անում ընտրություններին։ Երբ որ կանգնում ասում այս մեկին նստացնելու են, այն մեկին սատկացնելու եմ իր քաղաքական հակառակորդներին։ Սա ոնց կարող ընդունելի լինի։ Լավ, ամենը մի կողմ, լավ ինքը գիժա աննորմալ խելագարի մեկն է։ Մեր ժողովուրդը այս ամեն ինչ տեսնելով ինչ հետևության է գալիս։ Ասենք ինչ որ մեկը տեսնում է Նիկոլ Փաշինյանի այդ սրիկայությունը, այդ խոսույթը, այդ խոսելաձևը ու ասում է ես ուզում եմ իմ երեխան այսպես երեխա լինի։ Իմ երեխան այդ օրինակով մեծանա տեսնելով, որ այ դու կարաս այսպեսին լինես ու դառնաս երկրի ղեկավար։ Հասկանում եք, անկախ նրանից մարդիկ մեզ սիրում են, ընդունում են, չեն ընդունում, սա հարցի մյուս կողմն է։ Լավ, ժողովուրդ ջան, դուք սենց մարդ եք ուզում ես երկրի ղեկավար։ Հələ նայեք մեր ամբողջ պատմությունը, ովքեր են եղել, ինչ դեմքեր են ունեցել ու իմանայեք ով է այս խեղկատակությունը, սա նորմալ չի կարող սա նորմալ լինել։ Այս ամեն ինչ պետք է հետևություն անել, ասում եմ անկախ նրանից մեզ կընդունեն, չեն ընդունի, բայց այս մարդը չի կարող լինի, սա սխալ է, կործանում է, տեսել ենք արդեն ինչ են կորցրել։ Հազարավոր կյանքեր են կորցրել, հայրենիքի մի մեծ կտոր են կորցրել։
լավ ո՞նց կարելի է թողել սա նորից լինի, էլի ես չեմ հասկանում։ Ու այս ամեն ինչը այս մարդը ամեն օր անում է, այս լաչառությամբ, այս հիստերիկությամբ, այս անբարոյականությամբ։ Ուղղակի խնդրում եմ թույլ չտանք, որ այս ամեն ինչը վերարտադրվի հեսա։ Պարոն Քոչյան, իրենք անդադ խոսում են հիբրիդային պատերազմի մասին ու մեջբերում են Մոլդովայի փորձը, ասում են, որ Ռուսաստանը անընդհատ հիբրիդային պատերազմներ է մղել Մոլդովայում, ու նույնիսկ սպառնում են նաև Հայաստանին, ու Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր հենց Ռուսաստանի դրածոներն են, հենց Փաշինյանի այդ արտահայտությունն է։ Ինչպես կարձագանքեք, արդյոք դուք էլ եք Նիկոլ Փաշինյանի համար Ռուսաստանի դրածոներ համարվում։ Բնականաբար ոչ, բայց ամենամեծ ողբերգությունը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի դրածոն է, սա մենք ոչ թե պարզապես խոսքեր են, որ ասվում են, սա ինքն ապացուցել է իր կառավարման արդյունքում, իր որոշումներով, թեկուզ նույն հենց են, որ Ալիևի ոչ մի ասածին չպատասխանելով, չհոխորտալով, հոխորտում է այստեղ են մարդկանց վրա, ովքեր հայրենիքի արժեք գիտեն, ովքեր պատերազմի դաշտում ընկեր են կորցրել, եղել են, պայքարել են, այս է իրականությունը, իսկ այդ հիբրիդային պատերազմը, այդ հիբրիդային պատերազմի մասին խոսելը ինձ թվում է հենց ինքնին հենց իրենով այդա է հիբրիդային պատերազմը, որովհետև մենք տեսնում ենք նաև եվրոպական երկրները ոնց են աջակցում, նաև ֆինանսներ տրամադրում իբր հիբրիդային դեմ պատերազմ վարելու համար, բայց այն դեպքում, որ ինձ թվում է հենց այդ ամեն ինչն է հիբրիդային պատերազմ։ Վերջի տարիներ շարունակ այստեղ ֆոնդեր են ստեղծվել, ֆինանսավորումներ են ստացել հենց արևմտյան երկրներից, Սորոսի հիմնադրամներից, վերջացած մյուսներով, ովքեր հենց նույն արցախցիների դեմ ատելության խոսք են տարածել, Ադրբեջանի հանդեպ այս սեր ու հանդուրժողականություն են տարածել, այս ամեն ինչն է հիբրիդային պատերազմ։ Գիտեք, բոլոր երկրներն էլ տարբեր արտաքին ուժերը կարող են մեր երկրում ունենալ իրենց հետաքրքրությունները, եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները, եւ եվրոպական երկրները։ Այստեղ պետք է հասկանալ, որ սա նորմալ է, աննորմալ է, երբ որ Հայաստանի իշխանությունները փորձում են այդ շահերը մեր երկրում ոչ թե համադրել, այլ հակադրել իրար ու փորձել ինչ որ մեկի հետ ավելի լավ լինել, մյուսի հետ թշնամանալու գնով։ Այս է անընդունելի։ Եվ մեկ հարց էլ եթե կարելի է, ձեզ չեմ տանջի, մինչ այստեղ գալուց խմբագրությունից տեղեկացին, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև այն մասին, որ այնպես մի արեք, որ հունիսի 7-ին ընտրությունները չեղարկեմ եւ այլ բան սկսվի։ Հա, նման բան ասել, տեղեկ չեմ։ Ինձ էլ տեղեկացին ինչ գալու, այս հանգամանքով ինչու է ինքը նորից սպառնում հունիսի 7-ին ընտրությունները չեղարկելուց ու այլ բանի մասին խոսում, իսկ ինչ է ձեզ համար այդ այլ բանը։ Ժողովուրդ, այս մարդը Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, ինքը բոլորից լավ գիտի ինքը ինչ հանցագործություններ է գործել, ինչ սրիկայություններ է արել, ինչքանով է իր մեղավորությունը հազարավոր կյանքերի կործանման ու հայրենիքի ամեն ինչի մեջ ինքը շատ լավ գիտի, մինչև կոռուպցիոն սխեմաներ, թալան ու ամեն ինչ, ինքը շատ լավ գիտի, թե ինքը ինչ է արել, ու ինքը շատ լավ հասկանում է, եթե ինքը չի վերընտրվում, այդ ամեն ինչը բացահայտվում է։ Ու այդ ամեն ինչը ինչ որ բացահայտվելու է, այսպես ծաղիկներ են թվալու նրա հետ կապված, ինչ որ նախկինների ու մնացածի հետ կապված են ասել։ Հիմա այս մարդը շատ լավ հասկանում է իր մեղքի բաժինը այս ամեն ինչում, շատ լավ գիտի, որ դա բացահայտվելու է ու ինքը պատասխանատվության է ենթարկվելու օրենքի ամբողջ ուժով։ Ու բնականաբար ինքը ամեն ինչի պատրաստ է լինելու նման բան թույլ չտալու համար։ Սա է, ու ինքը նաև ունի այս ամեն ինչի համար արևմտյան երկրների հիմնական աջակցությունը, այսպես կարտ բլանշը, որ ինչ ուզում անի իրենք այսպես աչքերը փակում են իբր ոչինչ չեն տեսնում, ու դրա համար այսպես իրեն ազատ ազգում, բայց ես հույս ունեմ, որ ի վերջո մեր ժողովուրդը գիտակցելու է, որ ինքն է այստեղ մեր երկրում որոշիչը, իր քվեն ալնելու որոշողը, իր վճռականությունն ալնելու որոշողը ու թույլ չի տալու, որ այդ իր պատկերացրած այդ չարիքի սցենարը չշարունակվի։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ձեր կարծիքով ինքը հանդարտ հեռանալու է քաղաքական դաշտից։ Իսկ թվում է, եթե ինքը չընտրվի, ինքը ծլկելու է, ինքը փախնելու է։ Մենք դա արդեն տեսել ենք իր դեպքում, մի քանի անգամ ենք տեսել։ Իհարկե, հեշտ ու հանգիստ դա չի լինելու, բայց ինքը առաջին հերթին փախնելու է ու այստեղ պետքա մնացածները մտածեն, որ ինքը իր հարցերը ինչ որ ձև եթե լուծեց, բա մյուսները ինչ են անելու, էլի։